Ավագ դասարանների աշակերտների համար արդեն այս սեպտեմբերից կամընտրական հիմունքով կգործեն անվտանգ երթևեկության եւ վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ։ Նախաձեռնության նպատակը ճանապարհային երթևեկության կանոններին, դպրոցականներին ծանոթացնելուց բացի, նաեւ աշակերտներին պատասխանատու վարքագծին ընտելացումն է։ Ընդհանուր առմամբ նախաձեռնությունը դրական արձագանքի արժանացավ։ Կրթության ոլորտի մասնագետները ընդունելով այս փաստը միաժամանակ նշում են, որ ցանկացած նոր կրթական ծրագիր պետք է գնահատվի նաեւ առաջնահերթությունների տեսանկյունից։ Առողջապահակի հետ կապված միլիոն խնդիրներ կան, նույն ասեն վատ սովորույթների հետ կապված հսկայական, այսինքն խնդիրներ ունեն հազարում, ֆունկցիոնալ անգրագիտության հետ կապված լուրջ խնդիրներ ունեն, ընդհանրապես ուղեղի նորմալ աշխատանքի գրանցում արդեն ահագին քանակի արտակերտների մոտ բարձ տրամաբանական խնդիրներ չեն կարողանում լուծել։ 12-րդ դասարանում խմբակին մասնակցությունը կարող է ունենալ նաև գործնական նշանակություն։ Այն կարող է ծառայել որպես վարորդական իրավունքի քննության նախապատրաստական դասընթաց։ Ծրագրի շրջանակում սովորողները հնարավորություն են ստանում ձեռք բերել անհրաժեշտ տեսական գիտելիքներ եւ հմտություններ, նախապատրաստվել համապատասխան քննությանը։ Մասնագետների կարծիքով ցանկացած նախաձեռնություն նախ պետք է իրականացվի հստակ ռազմավարության շրջանակում եւ բխի նախապես սահմանված ռազմավարական նպատակներից։ Դուք ձեր անձնական կյանքի հետ կապված ինչ-որ խնդիր եք ուզում լուծեք, դուք ունեք ձեր նպատակները, դուք ունեք ձեր պատկերացումը ապագայի մասին, համադրում եք դրա հետ ու տեսնում եք դա բռնում է թե չէ։ Ու ես չգիտեմ հիմա օրինակ ինչի հետ են համադրել այդ նախաձեռնությունը վարորդական իրավունքի հետ կապված, որ բարձել է որ այո դա հիմա առաջնային է եւ դրա վրա պետք է ռեսուրս ասել։ Միևնույն ժամանակ փորձագետները ընդգծում են ճանապարհային անվտանգության մշակույթը միայն դպրոցական դասընթացներով չէ, որ պետք է ձևավորել։ Եթե երեխան առօրյայում տեսնում է, թե ինչպես են մեծահասակները խախտում կանոնները, ապա տեսական գիտելիքը ըստ մասնագետների կարող է չվերածվել գործնական վարքագծի։ Դերականը մենակ են անելու, որ համ դասավանդողները մի քիչ ավելի մանրամասն սկսեն օրենքները ունեցել, համ երեխաներին երբ որ դրանք սկսեն սովորացնել, իրանք էլ մի քիչ պահանջատեր կլինեն, որոշ դեպքերում չեն թողնի իրանք անիմաստ ուղանեն, բայց կոնկրետ վարելու մասով շատ թերահավատ են։ Երիտասարդների շրջանում ճանապարհային կանոնների իմացության բարձրացումը ըստ փորձագետների կարող է նպաստել պատասխանատու վարքագծի ձևավորմանը, իսկ սեփական իրավունքների եւ պարտականությունների գիտակցումը ավելի անվտանգ երթևեկային միջավայրի ստեղծմանը։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։